Երբ անցյալը դառնում է քաղաքական զենք, անցյալը անմեղ է, անմեղ հիշողություն, բայց այն պահից, երբ մարդը սկսում է ընտրել ինչ հիշել, ինչ մոռանալ, անցյալը դադարում է լինել հիշողություն եւ դառնում է գործիք։ Քաղաքականությունն անցյալին նայում է արդարանալու, մեղավոր փնտրելու կամ ներկան վերահսկելու համար։ Անցյալը հարմար է, որովհետև չի կարող պատասխանել, այն չի առարկում, չի վիճում։ Դրա համար էլ այն հեշտ է ձևափոխել, ըստ տվյալ շահի։ Երբ անցյալը դառնում է քաղաքական զենք, ճշմարտությունն այլևս արժեք չէ։ Ոչ թե ինչ է եղել, այլ ինչ է ձեռնտու պատմել, որ մարդը վախենա, զայրանա կամ լռի։ Հիշողությունը վերածվում է սցենարի, իսկ ժողովուրդը հանդիսատեսի, որը հազվադեպ է հարցնում, ով է գրել այս պատմությունը։ Վախի վրա կառուցված հիշողությունն ամենաուժեղ զենքն է։ Երբ անցյալը ներկայացվում է որպես մշտական սպառնալիք, ներկան սկսում է ապրել ոչ թե ազատ ընտրությամբ, այլ պաշտպանական ռեֆլեքսով։ Մարդիկ համաձայնում են սահմանափակումներին, արդարացնում են անարդարությունը, ընդունում են լռությունը, միայն թե նորից նույնը չկրկնվի։ Բայց այդ նույնը հաճախ արդեն վերակառուցված է քաղաքական նպատակի համար։ Մյուս կողմից կա նաև փառաբանված անցյալը, այն, որը ներկայացվում է որպես կորցրած ոսկեդար, որին իբր պետք է վերադառնալ։ Այստեղ անցյալը դառնում է դատարկ հույս։ Մարդկանց ասում են՝ մի մտածեք նորի մասին, պարզապես կրկնեք հինը, բայց անցյալը երբեք չի վերադառնում նույնությամբ։ Վերադառնում է միայն նրա պատկերը, հաճախ կեղծ, մաքրված բարդություններից եւ սխալներից։ Երբ անցյալը զենք է, ներկան դառնում է պատանդ, մարդը դադարում է պատասխանատվություն կրելուց այսօրվա ընտրության համար, որովհետև ամեն ինչ բացատրում է պատմական անհրաժեշտությամբ։ Սխալները արդարացվում են նախկիններով, իսկ անգործությունը պատմական ցավով։ Այսպես պատմությունը դառնում է ալիբի։ Սակայն ամենավտանգավորն այն է, երբ մարդիկ սկսում են իրենց ինքնությունը կառուցել ոչ թե իրենց արժեքների, այլ իրենց վերքերի շուրջ։ Երբ ով ենք մենքը փոխարինվում է ինչ են մեզ արել եզրույթով։ Այդ պահին անցյալը այլևս չի ուսուցանում, այլ սկսում է թունավորել ու դանդաղ սպանել։ Իրականում անցյալի իրական իմաստն այլ է։ Անցյալը պետք է օգնի տեսնելու օրինաչափությունները, հասկանալու սխալները, զարգացնելու իմաստությունը։ Եթե ավելի կարճ, ապա անցյալը պետք է լինի հայելի, ոչ թե դանակ։ Երբ մենք թույլ ենք տալիս, որ անցյալը դառնա քաղաքական զենք, մենք հրաժարվում ենք ապագայից։ Որովհետև ապագան հնարավոր է միայն այն հասարակության համար, որը համարձակվում է հիշել առանց մանիպուլյացիայի եւ որոշում կայացնել առանց վախի։ Հիշողությունը պետք է ազատի։ Եթե այն կապում է, նշանակում է այն արդեն զենք է ինչ-որ մեկի ձեռքում։